Բարի օր բոլորին, հունիս 1-յան վլոգ է լինելու, սկզբից կտեղադրեմ հենց այս հունիսի 1-ի կադրերը, հետո արդեն կշարունակեմ այս մեկ շաբաթվա մի քանի կադրեր տեղադրելը ու կկիսվեմ թե այս մեկ շաբաթը ինչ էր կատարվում։ Վերցրեմ կալյասկան, որովհետև սրանով ավելի հարմար է այսօր լինելու, անդադ քայլելու, վազեցնելու ժամանակ կարող է հոգնի։ Դրա համար ասեցի լավ իմ կոմֆորտի համար վերցնեմ կալյասկան, թեկուզ մի քիչ արդեն դժվար է բարձրացնել, իջացնել իրան։ Պարում է։ Տեսարմոս կրոտը չէ։ Գնա, այլ գնանք միասին։ Երկուսով։ Ասում եմ մոտեցի, ասում եմ իրան ինքը գրկած է ուրիշին։ Տես ուրքյակ։ Կամաց, գնա, գյան, գնա։ Տաղավուր խցանումները։ Այս մեկը մյուսի տունն է։ Այս 4 հատ տունն էլ լցրուտ է։ Հեսա 4 հատ զինվորն է։ Ամեն զինվոր իր տնուկի մեջ դիր։ Որ է նա տունը։ Նայ, դու դիր, որ ուզում ես դիր, դու ես այդ որոշումը։ Տեղ ես ուզում, տեղ դիր։ Մյուսը ղեկար։ Որտե՞ղ ես ուզում։ Այստեղ։ Շատ վաղուց է ավանդույթները, կարելի ասել, խառնել եմ և կոֆե հաուսից առավոտյան սուրճ չէի վերցնում, թեպետ իմ ճանապարհին, որ հատվածով էլ որ ես գնում եմ, 2 հատվածում էլ կոֆե հաուս կա, ուղղակի ես եմ ավանդույթները խառնել իմ հղիությունից հետո, որտեղ հաճախ առավոտյան ցանկություն չեմ էլ ունենում խմելու։ Ինչևէ, բայց այսօր սիրտս ուզեց քրիմ կոֆե։ Ավարտեցի աշխատանքս։ Եկել եմ այս շոպին վերցնելու, տուն տանելու։ Հա, ինչ ես արել։ արել եմ Չես սխմել։ Սխմել եմ։ Խանութ մեծ րոպե համար այսպիսի ջրաներ գնացինք, աշխատող ասես նորություն է։ Իրա մեջ ամեն ինչ կա, վրձինը, գույները։ Այ, այսպես փոքր ֆլոմաստերիկներ։
Այսօր քրոջս կեսարյանի օրն է, երեխաներին տալ ենք մանկապարտեզ, հիմա արագ ուզում եմ նախաճաշել ինչ-որ մի բան ուտել և գնանք Էրեբունի հիվանդանոց։ Հրավիրված ենք իմ մոտ ընկերուհուց ընկնեմ, գնալու ենք աշտարակ, եկել եմ Երևան մոլ նվերը վերցնելու, մի բան ուտելու, որովհետև ես չեմ դիմանա մինչև այնտեղ գնալը, մի բան ուտենք և գնանք ճանապարհ ընկնելու։ Գնացի նվերը ընկերուհուս, այսպես գեղեցիկ տուփի մեջ հաթետավորեցին, ահա, հիմա գնում եմ դեպի մետրո, որովհետև ճանապարհները փակ են։ Ընկերներ, ուզում եք ցույց տալ դաչան, որտեղ որ եկել ենք նշելու ծննդյան արարողակարգը։ Կարող եք, եթե ինչ գրել է ջին, հոյակապ տեղը։ Հոյակապ։ A Tegu product you'll want to use every week is in just minutes. Simply inflate it, fill it with water, and relax. The built-in headrest makes it even more comfortable. Այսօր քրոջս դուրս գրումն է, հիմա սիթի մոտ սպասվում ես գազով փչիկներով, որ քրոջս ամուսինը գա։ Սիրելի ընկերներ, եկանք վերջապես տուն, ասեցի ընդհանուր կիսվեմ ամփոփեմ վլոգը և մոնտաժեմ ու տեղադրեմ արդեն էջում, որովհետև դադարը կարծում եմ շատ եղավ, արդեն երբ որ դուրս եմ գալիս դուրս, մի փոքր շատ եմ այսպես ինձ անհանգստություն պատճառում, սկսվում է ինձ մոտ այսպես փորի ոչ թե քարացում, ավելի շատ ոնց որ սպազմատիկ ցավեր է սկսվում, որովհետև արդեն բնականաբար ծանրությունը, ես փոքրամարմին եմ ու ծանրությունը ինձ վրա մի փոքր այլ կերպով է իր ազդեցությունը ունենում։ 30 շաբաթեկանի համար ստուգվեցի, դոպլեր անցա, բայց դեռ պետք է կոնտրոլ դոպլեր անցնեմ Բաղյանի մոտ, որովհետև այս վերջի շրջանում չգիտեմ ասել էի ձեզ թե ոչ, եթե չեմ սխալվում, վլոգներից մեկում ունեմ վլոգ ունեմ, որտեղ պատմում եմ, որ ճնշումս բարձրացել էր և ինձ մոտ հիմնական չի իջնում, ճնշումը հենց բարձրանում է, բայց ոչ թե բարձրանում է ինչ-որ զարմանահրաշ այսպես թվեր, այլ կարող է սովորական 90-60 է իմը, կարող է սովորական, չգիտեմ, էկրանս ինչի անդադ։ Մոռացել էի բլոգից անել, ավտոմատ անջատվում էր էկրանից լույսը։ Եվ ինչ է ուզում ասել, հա, ինձ մոտ 90-60 է նորմալ ճնշման, բայց երբ որ թեթևակի անգամ բարձրանում է և դառնում է 100, չգիտեմ, 165 օրինակ, շատ սարսափելի կերպով ես սկսում եմ ինձ վատս գալ և ես մի անգամից զգում եմ, որ իմ ճնշումը սկսում է տատանվել և բարձրանում է ճնշումս։ Այս վերջի շրջանում անգամ շատ մոտեցել էր իրար, 192 էր, 100 և 92 էր ներքևը ու չգիտեմ ինչի հիման վրա էր բարձրացել, որովհետև ինչպես ընկերուհիս ասում է շատ հետաքրքիր է քո օրգանիզմը, պաշտպանողական երևի ռեակցիա ունի, ես ընդհանրապես քաղցրի ցանկություն և պակաս չունեմ, այսինքն ես մաքսիմում իմ քաղցրը կայանում է առավոտյան սուրճ խմելու այդ ռիտուալի ժամանակ, երբ որ ես ուզում եմ սուրճ խմել, ինչ-որ մի հատ շատ համեղ քաղցրով, հիմնական սնիկերս կամ կինդերով, որովհետև ուրիշ բան չեմ ուզում առհասարակ քաղցրներից և հենց շատ թխվածքասերել չեմ ես այսպես ասած, որ կարողանամ թխվածքով կամ չգիտեմ ինչով ուտել։ Ավելի շատ թթվաշ, թթու բաներ, մրգեր, ավելի շատ դրանք են ինձ դուր գալիս, բայց այնպես չի, որ անգամ մրգեր եմ կերել, որ ասեմ մրգերից էր բարձրանում, ինչևէ, ստուգում արեցինք և դոպլերի ժամանակ պարզվեց, որ պորտալարի զարկերակային ճնշումը ինձ մոտ բարձր է և դրա համար պետք է կոնտրոլ դոպլեր անցնեմ պարտադիր և բնականաբար հանգիստ ռեժիմ և այլն, այդ մի քանի այսպես ասած պունկտերը պետք է պահեմ
Հիմա սպասում ենք կոնտրոլ դոպլերին արդեն, կոնտրոլ դոպլերի ժամանակ կհասկանանք ընդհանուր այդ օրներին ճնշումը բարձր, թե բարձրացել, թե ուղղակի այդպես է հիմա, այսինքն այդ ճնշումը ամեն դեպքում կա, որովհետև կերևա կոնտրոլի դոպլերի ժամանակ, որովհետև այդ օրը անալիզներ եմ հանձնել 30 շաբաթեկանի համար եւ հնարավոր է, որ այդքան ժամ սոված եմ մնացել, սուրճ չեմ խմել առավոտյան եւ այլն, այդ ամբողջը այսպես իրար հետ խառնվել էր ու այդպես է երևացել։ Ինձ զանգ եկավ եւ ես էլի ընդհատեցի իմ վլոգը, որը իհարկե դուք մոնտաժի ընթացքում չեք զգա, չեք նկատի։ Ինչևէ, դա այդ շարքից եւ ուզում էի խոսել նաեւ, չգիտեմ վլոգում ասել էի թե ոչ, որ Մեսրոպին արդեն շախմատի եւ լողի պրոֆեսիոնալ դասերի եմ գրանցել, կարծում եմ եթե ամեն ինչ նորմալ լինի եւ իմ պլանավորածով լինի, կարծում եմ ամսի 10-ից հետո կսկսենք արդեն սիստեմատիկ պարապմունքները, հնարավոր է նաեւ մի փոքր շուտել, շաբաթվա մեջ 2 անգամ է որովհետեւ լինելու, ամենքից 2 անգամ։ Լողը ընտրել եմ, որովհետեւ Մեսրոպը ամեն դեպքում իր ակտիվությունը եւ մնացյալը կամ բարի կամ լողի մեջ պետք է ամփոփել, որովհետեւ ինքը երկուսն էլ շատ սիրում է։ Իսկ շախմատը շատ ասեցին, որ 4 տարեկանի համար փոքր է, չի լինի եւ այլն, բայց ես ամեն դեպքում փնտրեցի, որովհետեւ շատ էի ուզում կենտրոնացման կոնցենտրացիայի համար, շատ էի ուզում շախմատի տանել իրեն եւ ի զարմանս ինձ աղջիկով պարապում էր, թեպետ ես տղամարդ էի ուզում, որ լիներ իր արաբողը, որովհետև ինքը տղամարդկանց հետ շատ լավ լեզու է գտնում եւ իրեն կկարողանային շատ լավ այսպես հրամցնել եւ խաղի մեջ մտցնել, բայց այս աղջիկն էլ վատը չէր։ Հիմա երկրորդ տեղն էլ կա, որտեղ տանելու եմ փորձելու համար, ես փորձնական դասի տարա ու շատ լավ բան է, երբ որ փորձնական դասերը անվճար են եւ դու կարող ես տանել, փորձել ու տեսնել քո երեխան մնում է, թե չի մնում, անգամ 2 դաս ինձ հնարավորություն տվեցին իրեն տանելու համար եւ հասկանալու համար, արդյոք ինքը կմնա թե ոչ։ Ուղղակի այստեղ խնդիրը նա էր, որ այստեղ որտեղ տանում էի, դեռ հասցե չեմ ուզում նշել, թեպետ ինձ իրենց պարապմունքի վայրը շատ դուր եկավ, մաքրությունը, ատմոսֆերան, այնտեղ ամեն ինչը ստեղծված էր ուղղակի երեխաների համար, ինձ դա շատ դուր եկավ, բայց դեռ հասցե չեմ նշի, մինչև ինքս չընտրեմ վերջնական։ Աղջիկը ասեց, որ Մեսրոպի մոտ շատ լավ է այն հանգամանքը, որ 4 տարեկանում արդեն ամբողջ այդ շարքը անգիր արեց, այսինքն խաղային այդ ֆիշկաներ էի ուզում ասել, ինչևէ դուք հասկացաք, կերպարները, բառը մոռացա, ինչևէ կերպարները խաղային ինքը շատ լավ ֆիքսել էր եւ անգիր արեց եւ դա այն պարագայում, երբ որ աղջիկը անկեղծ խոստովանեց, հա, պարապողը, որ ինքը երբեք չի աշխատել 4 տարեկան երեխայի հետ եւ հիմնական միշտ 5-ից բարձր են եղել երեխաները ու իրեն կարիք չի եղել իր պրակտիկայի մեջ, որ ինքը խաղային այսպես բան ատմոսֆերա ստեղծի կամ չիմանա որ բառը ինչի է փոխի, որ երեխայի մոտ 4 տարեկան ավելի հեշտ լինի ու դրա համար ես այնտեղ նստած էի եւ ես շատ հաճախ օգնում էի իրեն, օրինակ ձիուկը այսպես արեց, ձիուկը այսպես պետք է թռնի, այստեղ է իր տունը եւ այլն, այդ աղջիկը ավելի շատ տերմինոլոգիայով էր խոսում, թեպետ կեսից փորձեց հնարավորինս, ինչպես որ հնարավոր է, շատ հավանեցի աղջկան, ինչքան որ հնարավոր էր Մեսրոպին այսպես խաղի մեջ մտցնել։ Սա այդ շարքից, տեսնենք թե ինչպես կստացվի, կարծում եմ պլանավորածովս կգնա ամեն ինչ, շուտով արդեն կսկսենք միասին հագուստը եւ մնացյալ փոքր բաները, որոնք անհրաժեշտ են գնելու համար, կամ որոնք որ մայրիկս է բերել, կամ որոնք որ արդեն քույրիկս երեխան ունեցել է իր փոքրիկ, ինչպես որ իմ վլոգում արդեն կտեսնեք, կամ տեսել եք արդեն այդ շորերը, որոնք որ կբաժանենք արդեն իրար մեջ, որովհետև երկուսս էլ աղջիկ ենք ունենալ։ Կարծում եմ այսքանով կավարտեմ վլոգը, շնորհակալ եմ, որ երբել որ տեղադրում եմ վլոգը, միևնույն է նայում եք սիրով, այսպես շատ լավ մեկնաբանություններ է գրում, շատ դրական բաներ է գրում, ես իսկապես շատ շնորհակալ եմ եւ շատ շոյվում եմ եւ ամեն գրածը պարտադիր կերպով կարդում եմ, լինում է երբ որ չեմ հասցնում պատասխանել, մոռանում եմ, հետո մի քանի օր հետո պատասխանում եմ, այնպես որ շատ շնորհակալ եմ եւ այդ ամեն ինչը փոխադարձ է, ես ձեզ շատ սիրում եմ եւ այն լսարանը, որ հավաքվել է իմ YouTube-յան ալիքում, ես իսկապես միշտ ասում եմ, ես շատ ինձ համար դա շատ գովելի փաստ է, որ adekvat, նորմալ, այսպես կարգին խելքը գլխին մարդիկ են հավաքվել, այնպես որ լավ եղեք ու լավ մնացեք։